Պարոն Աղազարյան, աղմկահարույց քրեական գործով, որտեղ դուք մեղադրյալի կարգավիճակ ունեք, ըստ էության հակակոռուպցիոն կոմիտեում դեռևս նախաքննությունը շարունակվում է։ Այն անձիկ, որոնք ձեզ հետ նույն վարույթով անցնում էին, իրենց գործը մասը անջատվեց, ուղարկվեց հակակոռուպցիոն դատարան, անգամ դատարանը վճիռ է հրապարակել, բայց փաստացի հակակոռուպցիոն կոմիտեն ձեր գործով լռում է կամ ինչ որ միգուցե գործարքների մեջ է ձեզ հետ, կամ միգուցե ինչ որ համաձայնության են փորձում գալ, հասկանանք ինչ է կատարվում ձեր քրեական վարույթով։ Ես ինքս էլ դժվար եմ պատկերացնում հասկանալ, փաստաբաններին հարցնում եմ, ամեն մեկը մի բան ասում, եւ պատահական չի, որ ես միշտ արտահայտել եմ իմ ոչ սերը իրավաբանական հանրույթի նկատմամբ, որտեղ որոշակիություն իրանց հասածների մեջ, իրանց խոսքի մեջ, իրանց նկատմամբ չկա։ Այդ գործը, որ դուք նշեցիք, այդ գործերից մեկը, որ դուք նշեցիք, ես մի քանի ամիս վկայի կարգավիճակով էի, հետո արդեն դատախազի միջնորդությունից դարա մեղադրյալի կարգավիճակ։ Այդ գործը ընդհանրապես մի տարի կես ավել է, որ առաջ անգամ ես հարցականվել եմ, որպես վկա, մոտավորապես մի տարի կես է։ Ոչ մի տեղեկատվություն չունեմ։ Վերջին անգամ երբ եք նախաքննական մարմին հրավիրվել։ Մոռացել եմ արդեն նույնիսկ, երևի թե 3-4 ամիս առաջ։ Իսկ մյուս գործը որ կար, այդ Արամ Մկրտչյանի այդպես կոչված դիպեզեցուցմունքները, որը փախած է, որը դատվում է, որը նկատմամբ քրեական վարույթ կա, այդտեղ մի կարևորագույն բան կար, այդտեղ դրվագ կար, որը դուրս եկավ, չեմ կարող ասել ինչի մասն է խոսքը, նախաքննության հետ որևէ խնդիր չունենալու նպատակով, բայց այդ է վիճակը։ Պարոն Աղազարյան, նախաքննական մարմնի այս լռությունը դուք ինչի եք պայմանավորվում, նաև տեղեկություններ կա, որ չի բացառվում, որ պարոն Աղազարյանին փորձեցին քրեական գործերով ըստ էության դրեցնել, հիմա արդեն վերջ ամեն ինչ պարզ է, միգուցե պարոն Աղազարյանը արդեն չշարունակի քննադատել իշխանություններին, գործը կփակվի կգնա, նաև այս կարծիքներն են հնչում։ Նրանք ովքեր այդպես են մտածում, կոչ եմ անում գնալ Բուքինիստ գրախանութի կետերը եւ գնել իմ գիրքը եւ կարդալ եւ ստանալ այդ հարցերի պատասխանը։ Նոր գիրք է։ Այո։ Այդտեղ քննադատում եք իշխանության։ Երկրի իրական կողմը վերնագրով գիրքը, որ ես ասել եմ գրում եմ, արդեն գտնվում է վաճառքի մեջ։ Թող գնան գնեն եւ տեսնեն, որ կա գործարք, չկա գործարք, կամ իմ քաղաքական պահվածքից ու դատողություններ անեն, յուրաքանչյուր կարծիքներ իրավունք ունի գոյություն ունենալու, բայց միշտ պետք է ամեն ինչ դատել արդյունքների հիման վրա, ոչ թե խոսքերի։ Բնականաբար ես պետք է ինձ արդարացնեմ կամ բան անեմ, որ ես չեմ ասել, այստեղ բաններ։ Բայց յուրաքանչյուրը կարա ինքը դատի, դեպքերի ընթացքով գիրքը կարդա եւ տեսնան դեռ ինչեր է գրված։ Պարոն Աղազարյան, իսկ դուք անձամբ չեք պատրաստվում հակակոռուպցիոն կոմիտե դիմեք հասկանալի, ես ինչ են անում։ Դիմեցիք հակակոռուպցիոն կոմիտե, հեռախոսս վերցրեցին։ Հիմա դիմեմ մետել ես մի հեռախոսը վերցնեն։ Մենք ենք դիմել հեռախոսը։ Դեռ չեմ վերադարձել։ Ոչ։ Մեկ այլ հեռախոս եք օգտագործում։ Ձեր հիմնական հեռախոսը դեռ հակակոռուպցիոն։ Հա։ Ինչքան ժամանակ է, որ արդեն հակակոռուպցիոն կոմիտեն կգնի, 1.5 տարի։ Այդ հեռախոսը մոտավորապես 1 տարի։ Մոտավորապես 1 տարի։ Ճշգրիտ ամսաթիվը չեմ հիշում։ Մոտավորապես 1 տարի։ Դե հայտնի լսումները եղավ հոկտեմբերի 15-ին, հիմա արդեն նոյեմբերի 15-ին, հա, մոտավորապես 1 տարի մոտավորապես, այո։ Մտավախություն եք, որ դիմեք կրկին կհայտնվեք իրենց տեսակետում ավելաբերեք։ Հա։ Դիմելու բան չունե, որտեղ պարզելու բան չունե, որտեղ իմ համար ամենից պարզ է։ Հիմա այդ հեռախոսը ինձ առանձնապես պետք չէ, ես պատրաստում եմ այդ ժամանակ այդ օրերին նոր հեռախոս գնել, որտեղ արդեն շարքից դուրս էր եկել։ Բայց դե բոլոր դեպքերում երևույթ ինքն է տգեղ։ Հիմա տեսնում եք, ասենք, ինձ հետո ինչքան նմանատիպ, ասենք, տգեղ դրսևորումներ եղան մարդկանց ներքին կյանքի, անձնական կյանքի մեջ մտնել, դա մեծագույն անմարդկային, հələ չեմ ասում հանցագործություն, անմարդկային վերաբերմունք է սեփական քաղաքացիների։ Հիշում եք առաջին փորձը հենց ձերն էր, հենց ԿՓԱ-ականներն էին ձեր անձնական կյանքի մասին տվյալները։ Այո, դա անմարդկային է։ Եվ արդեն ըստ էության երկրորդ դեպքը տեղ ունեցավ Սրբազանի դեպքում, արդեն տեսանյութի մակարդակում։ Այո։ Ձեր մասով դուք հաղորդում չներկայացրեցիք, չէ՞, ԿՓԱ-ականները, երբ որ ձեր անձնական տվյալները հանրայնացնում էին։ Այդ կտրվածքով չէ, այդ կտրվածքով չեք ներկայացրել։ Կարող է հնարավոր է, որ մտափոխվեք ու հաղորդումներ։ Չէ, չունեմ, ասենք, քաշքշկրից հավես չունեմ։ Բայց դատապարտում եք ցանկացած։ Դա անմարդկային դրսևորում է, եթե դուք վերցնեք, այդքան գումար ունեք 4900 դրամ, եւ գնաք այդ գիրքը կարդաք, այդ գրքի առաջի փոքրիկ հատվածը նվիրված է դրան։ Պարոն Աղազարյան, ամեն դեպքում ձեր անձնական կյանքի մասին հրապարակումներ եղան հենց ԿՊԱ-ականների կողմից։ Մտավախություն չունեք, որ մի օր է տեսանյութ կհրապարակվի համացանցի։
Ես չունեմ մտավախություն, որ տեսանյութ գրապարակվի, որովհետև իմ ազնական կյանքն է, եթե ինչ-որ սրիկաներ նկարել են, եթե իրավապահ մարմնի որոշ աշխատակիցներ պետական անվտանգության այսպես գործառույթներից ելնելով մտել են իմ ազնական կյանք, լավ են արել, բայց եթե դրանք հրապարականացին դասել ուրիշների սեփականություն, իրանք են սրիկաներ եւ տականքներ։ Հիմա ես ոչ մի դատարան ոչ բան չեմ ասում եմ, որ իրանք տականք են, եթե չարաշահել են իրենց լիազորությունները։ Եթե դրանով իրանք պետք է հայտնաբերեին որևէ փաստաթուղթ, որևէ խոսք, որը պետք է վտանգ սպառնար մեր պետության անվտանգությանը, ես օքեյ եմ։ Բայց եթե դա օգտագործել են այլ նպատակներով, ուրեմն կատարողներ, իրացնողներն են, շահագործողներն են, տականքներ են մարդկային։ Իսկ ձեր որդու քրեական գործով ինչ կա, պարոն Աղազյան, հայտնի մեքենաների գործը, որը քննչական կոմիտեի չեն հրավիրել ձեր որդուն։ Հրավիրել են, բայց լուր են, որովհետև ես իմ տղային ասել եմ, որ չհանձնվեց ոչ մի դեպքում, որովհետև դա անօրինական է, անօրինական։ Դուք լրագրող եք, մատ հետաքրքրվեք։ Այդքան գումարներ հետ են բերել պետական բյուջե, մոտ 10 միլիարդի չափ։ Որ կետով է, երևում որ դա օրինական արել։ Բոլորը հրաժարվել են իրենց գումարներից, հասկանում եք։ Բոլորը հրաժարվել են իրենց գումարից, ոչ թե այսինչ օրենքի, այսինչ հոդվածի համապատասխան հարկադրել, որպեսզի բերեն, այլ հրաժարվել են իրենց գումարներից։ Ձեր որդին վերջի անգամ երբ է հարձակվել։ Շուտ։ Հենց առաջին քրեական։ Իհարկե չէ հարձակվեց ինքը։ Որտեղ տնօրեն չի, ինքը հիմնադիր է, ինքը չէ հարձակվել։ Եթե չեմ սխալվում։ Հա, բաց, այո։ Մեքենաները արգրաված էին, հա։ Մի հատ մեքենա, ոչ արգրաված էր, այլ բանը խափում էին, արգրաված չէր, արգելանք էր դրված, հետո պարզեց, որ արգելանքը հանված էր, ուղղակի չէին ասում։ Մի մեքենայի հետ կապված։ Հիմա վերադարձել են, հա, արգելանքը հանված է մեքենա։ Շուտ անից, այո։ Շատ բարի, ես ինքս նաև